ամբողջ գյուղով շոկի մեջ ենք։ Գրտնակի 17 հարվածով է որդին սպանել մորը։ Ռուզանի 20-ամյա տղան Էդիկը իրավապահներին պատմել է, որ այնքան է խփել, մինչև արյուն է եկել մոր բերանից, լսել են գյուղացիները։ Նախ մարդ սպանելն է դժվար բան, իսկ մոր սպանել էդի, չգիտեմ, էդի հազարապատիկ հանցագործությունը։ Մարտի 3-ին է պատահել ողբերգությունը։ Մելիք գյուղում խոսում են, թե ծխելու համար որդու վրա բարկացել է մայրը ու կրակ խառնիչով խփել։ Տղան էլ ձեռքի տակ ընկած գրտնակով դաժանաբար ծեծել, մահվան է հասցրել 56-ամյա կնոջը։ Մերը ասելա դու ոնց որ ծխել ես այսօր։ Ծխախոտի հոդ եմ առնում, ինչ որ կարող անգաջա քաշյա որպես ծնող թե ջայել ես խես ծխում բան, ասում է դրա վրով ինքը ասում է ինձ խփեց, ես էլ գրդնագով խփեցի, գրդնագը գիտեք չէ ինչ են հաց են թխում գրդնագը։ Ասում է ես էլ գրդնագով սպանել եմ իրան։ Կիսաքանդ շենքի այս մասում է Էդիկը թաքցրել մոր մարմինը։ Սկզբում ձյունով է ծածկել, ձնհալից հետո 5 ամիս շարունակ մի քանի օրը մեկ հող է լցրել դիակի վրա։ Ասելա որ մամային թաղել եմ ցան մեջ պահելա, միջև որ հալվելա, արդեն հողը երևացելա, տեսել եք տեղը որտեղը, տարել այնտեղ չել փոսել չի փորի համայրա հողով է ծածկել, ոչ թե փորելա, մի ստից է փորել, հողով ծածկել, անձրևների ընթացքում հողը տարելա, ինքը նորից ծածկելա։ Լապատկով ասենք օր մեջ 3 օր մեկ մորը ծածկի, անձրևը հողը տանի, ինքը հետա ծածկի, այսինքն այդ մարդը բնականաբար պագասա ուրեմ ուղեղից։ 20-ամյա տղային միշտ մոր հետ տեսած գյուղացիներին տարօրինակ է թվացել այն, որ Մելիք գյուղի նեղլիկ ծաղկաշատ փողոցներում Ռուզանին էլ չեն հանդիպում։ Էդիկը համագյուղացիներին խաբել է, թե պապիկն է մահացել, մայրը գնացել է Վանաձոր հուղարկավորությանը մասնակցելու։ Երեխուն ենք, ինչ է հել էր կովերն ապահում էր թաղի, նախին ապահում, ասելա, որ մաման գնացելա Կիրովական իրա պաբին էր մահաց, այսինքն այդ Ռուզանի հերն էր մահացել, գնացելա պաբի թաղում ու չկա, նա չկա։ Ու երբ մարդիկ հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ, որդուն հորդորել են մոր անհետանալու մասին հայտնել ոստիկանություն։ Ամբողջ գյուղս շատ ենք խղճացել, որ առանց մեր մնաց Խոսքի միշտ ասում էինք, էլի, Էդիկ, ինչի չես գնում խոսքի ոստիկանություն, էլի, նուժ էլի քեզ չի հետաքրքրում, ասում էր գնացել եմ, ասում էր մաման զանգելա, ասելա ոչխարները ծախի, կամ ասում էր օրինակ, մի օր էլ սենց բան ասեց մաման ասելա գնամ Կիրովական աշխատեմ, որ փող բերեն, դե աշխատանք չունեին, ուրիշների տներով այդեն ծանասուն պահելով ապրում են։ Երկու հատ կուրտկայիմ տվե ասենք, պլաշ եմ տվե ու ստիպում է որ հակներ ինքը, որ չծարեն, ասում ենք երեխա է, մեղք է, անտեր երեխա է, մերը գնացել է Կիրովական, գուրգուրում էինք իրան, չիմանալով ինքը մարտասպան չէ, ինքը մայրասպան է։ Հրեշավոր սպանությունը բացահայտվել է, երբ այս շաբաթ Ռուզանի հորեղբոր տղան Ռուսաստանից հարսանիքի է եկել Երևան։ Քրոջ առեղծվածային անհետացման մասին տեղեկանալով անմիջապես դիմել է իրավապահներին։ Ոստիկանները հուլիսի 22-ին Մելիք գյուղում հարցաքննել են Էդիկին ու բացահայտել ամբողջ ճշմարտությունը։ 20-ամյա տղան ինքն է խոստովանել սահմռկեցուցիչ արարքը։ Բայց նաև ասել է, թե մեծ եղբայրը իր հանցակիցն է, միասին են սպանել մորը։ Իրավապահները երկուսին էլ ձերբակալել են։ Մի երկրորդ աղբոր մասին ես 100%-ով կամ 90, չգիտեմ որ տոկոս ասեմ, որ ճիշտ լինի, չգիտեմ ինչ եմ բերեմ, կարող ինքը դե կարա ասի։ Ինքը այն մագարտակի մարդը, որ կարա ուրիշ մարդու անուն էլ տա։ Մելիք գյուղում չեն հավատում, թե Ռուզանի ավագ որդին 25-ամյա Էրիկը կարող էր ձեռք բարձրացնել մոր վրա։ Ասում են Երևանում է աշխատում, 2 տարուց ավելի է գյուղ չի եկել, անգամ հոր թաղմանը չի մասնակցել։ Փոքր-մոքր, խելոք, աշխատասեր կին, այսպես են Ռուզանին հիշում գյուղում, օրվա հացը անասուն պահելով էր վաստակում։ Սովորական խելոք համեստ կին, գալիս էր առևտուրեր անում գնում էր, այդ վատ բան չեմ տեսել։ Ռուզանի խելքն իրենը չէր որդիների համար, պատմում են Մելիք գյուղում։ Հիմա դատարկ է Ռուզանի տունը։ Բաքում մի նկար, ամենաաշխատասեր Էդիկ գրությամբ ու ճոճանակ, որի վրա մի ժամանակ խաղացել են Էրիկն ու Էդիկը։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր,